Առողջապահության համաշխարհային կազմակերպության հունիսի 25-ի զեկույցում նշված է, որ մոնիտորինգի ցուցակում ավելացել է օմիկրոնի ևս մեկ ենթատեսակ՝ XFG անվամբ։ Այն տարածված է 38 երկրում։ Առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում եւ արագ տարածվել Միացյալ Նահանգներում ու Ասիայի մի շարք երկրներում։ Այս պահի դրությամբ այդ ենթատեսակը հանրային առողջապահության տեսակետից ունի ցածր ռիսկայնություն։ Ըստ կազմակերպության վերջին տվյալների, աշխարհում համաճարակային իրավիճակը հանգիստ է, ակտիվությունը ցածր մակարդակի վրա է, սակայն ասիական հարավամերիկյան որոշ պետություններում, Արևմտյան Աֆրիկայում դեպքերի բարձր մակարդակ է գրանցվել։ Իսկ ինչ իրավիճակ է Հայաստանում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը կայուն է, գտնվում է ցածր ռիսկայնության գոտում։ Կորոնավիրուսի նոր ենթատեսակը Հայաստանում ի հայտ չի եկել, իսկ ընդհանուր առմամբ հունիսի 25-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 339 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 3.1 անգամ։ Հունիս ամսվա ընթացքում արձանագրվել է ընդհանուր 27 դեպք, ինչը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 7.1 անգամ։ Դեպքերի մեծ մասնաբաժին է ընկնում 0-ից 3 տարեկան երեխաներին, կազմում են 25%, մյուս տարիքային խմբերում աշխում է հավասարաչափ է։ Կորոնավիրուսը շնչառական վարակների դասին է պատկանում եւ արդեն երկար ժամանակ է ինչպես շատ հիվանդությունների, այնպես էլ կորոնավիրուսի հետ մարդիկ սկսել են հանգիստ ապրել։ Առողջության կենտրոններից մեկի վարակաբանը ներկայացնում է գանգատները։ Հիմնական գանգատներն են ջերմության բարձրացում 38 եւ ավել, կոկորդի ցավ, գլխացավ, մկանացավեր, հոդացավ, ինքնազգացողության վատացում, մարմնի կոտրտվածություն, համի հոտի բացակայություն, որոնք բնորոշ են COVID-ին։ Սա կարող է դիտվել որպես ուրշնչական հիվանդություն նաև։ Իսկ ինչ անել նման դեպքում բժիշկը առաջին հերթին շեշտում է չզբաղվել ինքնաբուժմամբ։ Չընդունել անտիբիոտիկներ, հակաբիոտիկներ, որովհետև իմաստ չունեն, քանի որ սա վիրուսային հիվանդություն է, ոչ մի օգուտ չի տալու։ Տեղամասային թերապևտը ինքը պիտի որոշի, արդյոք անհրաժեշտ է, արդեն կա անհրաժեշտություն տալու հակաբիոտիկներ կամ հակավիրուսային բուժում։ Մասնագետը նաև հիշեցնում է, վարակված լինելու դեպքում պետք է ընդունել առատ հեղուկներ, մեկ ուսանալ, սպիրտային լուծույթով մշակել այն առարկաները, որին հպվել է վարակված մարդը, օդափոխել տարածքը։ Լիանա Խաչատուրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։